Բարի օր, Գյումրիից տեսակապով մեր զրուցակիցն է Եվրադաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը, շնորհակալ եմ պարոն Բարսեղյան։ Արդյոք իշխանությունների կողմից օրինակ վարչական ռեսուրսի կիրառման կամ հակառակը ընդդիմության կողմից էլ, չգիտեմ, գուցե կրիմինալ կապերի, փողի ազդեցությունն այնքան մեծ էր, որ կարող եք ասել, ասենք, այս արդյունքները չեն արտահայտում գյումրեցիների կամքը։ Հասկացա։ Կա մի քողարկված ու չերևացող պրոբլեմ, որի մասին գոնե ես միշտ խոսել եմ, խոսքը ապօրինի կապիտալի մաքրման անհրաժեշտության մասին էր։ Բանն այն է, որ եթե Գյումրիում Հայաստանով մեկ կա ապօրինի կապիտալ, մարդիկ ժամանակին ետ են գցել ահռելի փողեր, դրանցով բիզնեսներ են սարքել եւ այդ բիզնեսներում աշխատում են մարդիկ, բոլորի համար հասկանալի է, որ այդ մարդկանց նույնիսկ կարիք չկա բացատրելու, թե ընտրությանը գնալու ում են ընտրելու։ Կարիք չկա նույնիսկ կաշառք տալու։ Ապօրինի կապիտալի հաստատություններում ռեստորան է, հյուրանոց է, հետո ավտոսալոն է, հազար ու մի բան կա, հա, դրանցում աշխատող մարդիկ շատ լավ գիտեն, որ պիտի քվեարկեն իրենց գործատուի օգտին որոշ բացառություններով, պլյուս մինուս ասենք մի 5%։ Ապօրինի կապիտալի մաքրումը ազատ եւ արդար ընտրությունների ընտրողների ազատ կամ արտահայտման կարևոր նախադրյալներից մեկն է։ Տարածված մոլորություն կա, թե եթե քվեարկության օրը տեղամասում կամ նրա շուրջը արդեն որևէ ընտրախախտում տեղի չի ունենում, մանր-մունր դեպքերը հեչ, ուրեմն արդեն մենք ունենք ազատ եւ արդար ընտրություններ։ Ոչ։ Այս մասին հեղափոխությունից հետո շաբաթը 3 անգամ ես խոսել, բացատրել եմ հրապարակային Արերես, գրավոր, բացատրվել է իշխանություններին, որ եթե իսկապես ուզում եք, որ ազատ կամք ձևավորվի, ազատ կամարտահայտում լինի, ուրեմն պիտի այս հանգամանքները վերացնեք, չեզոքացնեք։ Իմ հաշվարկներով Հայաստանում կա ապօրինի կապիտալի հաստատություններում աշխատող մոտավորապես 100,000, 120,000 մարդ։ Դա մոտավորապես 300,000 քվե է կամ մի քիչ ավելի։ Այս մարդիկ կարիք չունեն, որ իրենց ասվի, թե ինչպես են իրենք քվեարկելու։ Իրենք պաշտպանելու են սեփականատիրոջը ինչ էլ լինի, Աստված երկնքից իջնի, իրենք պաշտպանելու են սեփականատիրոջը, իրենք նախընտրական ծրագրեր չեն կարդալու։ Դա ամենակարևոր պայմաններից մեկն է, որի հիման վրա ես չեմ կարող ասել, որ տեղի է ունեցել ընտրողների ազատ կամարտահայտում։ Եղել է կամարտահայտում իսկապես, եղել է ազատ քվեարկություն, մարդիկ գնացել քվեարկել են։ Ընտրակաշառքի են բոլոր հայտնի նախկին ձևերը այս անգամ չէին երևացել եւ չէին կարող երևալ։ Ով է հիմար, ով է միամիտ, որ բերեր ավտոն կանգնեցներ տեղամասի տեմը, փողը բաժաներ, ցուցակի մեջ նշան դներ, ասեր գնա մտիր քվեարկիր, հա։ Սրանք են, սա է ամենակարևոր հանգամանքը, որը պետական իշխանությունը պիտի չեզոքացներ եւ չի չեզոքացրել։ Պետական իշխանության ներկայացուցիչները Քարոզարշավի օրերին երնում ասում էին, «Էս ինչը պետք է նստած լիներ, բանդերում պետք է լինեին սրանք», ասես իրենք ընդդիմություն էին եւ իրենք չէին կարող արդարություն սահմանել։ Իսկ ավելի ընդհանուր առմամբ ասեմ, որ ամենասկզբից քաղաքական գնահատական պիտի տրվեր պետության զավթմանը, անցումային արդարադատություն պիտի իրականացվեր, լուստրացիա պիտի իրականացվեր, օրենքով պիտի արգելվեին պետությանը վնաս տված մարդկանց, այս դեպքում նաեւ համայնքին տված մարդկանց առաջադրվելու որևէ քաղաքական ընտրություններում։ Իրավապահ համակարգը պիտի բարեփոխվեր, ինչի մասին շատ են խոսել նաև ձեզ հետ հարգելի Կարլեն, սա չի արել պետական իշխանությունը եւ հիմա նստած տվայտվում է, թե այս ինչու այսպես եղավ եւ արդյոք սա նախերգանքը չէ 26 թվականին իշխանություն կորցնելու։ Տառապում է իշխանությունը, իսկ այս մասին խոսել ենք բավականին ժամանակին, ասել ենք, ել չգիտեմ ես ինչ պիտի անեի, որպեսզի հետ հեղափոխական ընթացքում կարողանային երկիրը ներսից կարգի բերել։ Սրանք բաներ չեն, որոնք պայմանավորված էին արտաքին ռիսկերով կամ սպառնալիքներով։ Պարոն Բարսեղյան, իսկ վարչական ռեսուրս կիրառվել է կամ այն ծավալով կիրառվել է, որ ազդեր արդյունքների վրա, օրինակ ասենք ահազանգեր կային Սարիկ Մինասյանի վերջին հանրահավաքին, որ մարդկանց բերել են պետաշխատողների տարբեր համայնքներից։ Իհարկե, անտարակույս։ Եթե թույլ տաք, ես մի քիչ խորքից կգամ։ Հեր մինչև Քարոզարշավի շրջանը, երբ պաշտոնակատար էր Սարիկ Մինասյանը, հանրային հեռարձակողը օգտագործել է հարկատուների միջոցները մրցակցային առավելություն ապահովելով իշխող քաղաքական ուժի տեխնատուի համար ամեն օր
հեռուստատեսային նյութեր են հաղորդվել պաշտոնակատար Սարիկ Մինասյանի գործունեության մասին, որը արժանահիշատակ չի եղել իմ կարծիքով, բացառությամբ 1-2 դրվագի։ Ամեն օր նյութեր են հեռարձակվել եւ հնարավոր հավակնորդներին ուշադրություն չի դարձվել։ Ամեն օր նյութեր են հեռարձակվել համայնքներից մեկի ղեկավարի պաշտոնակատարի գործունեության մասին, բայց մնացած համայնքներին գրեթե ուշադրություն չի դարձվել։ Սա շատ անարդար անհամաչափ լուսաբանում է եղել, որտեղ առավելություն է տրվել Սարիկ Մինասյանին, ճիշտ այնպես, ինչպես եղել է Երևան համայնքում ավականու ընտրություններից առաջ մի քանի ամիս շարունակ, երբ առավելություն է տրվել Տիգրան Ավինյանին։ Սա մեկ, բանի հետ կապված հանրային հեռուստատեսության մնացած գործունեությունը այդ բանավեճի ժամանակ իրենց պահվածքը, վարքը որևէ կերպ չէր նպաստում այն մտքին, թե իբր ազատ արդար բանավեճ է եղել, գիտեք, չարաշահվեցին եթերաժամանակը ի վնաս նրանց, ովքեր հարգեցին իրենց ստորագրած վարքականոնը, թե մենք հետևելու ենք հաղորդավարի պահանջներին, բայց սա հանրայինի մասով, էլի բան կա հանրայինի մասով, հիմա չծավալվեմ։ Ուրեմն, բայց այդ մեկն էլ ասեմ, էլի, տեխնացուների հետ անհատական հարցազրույցները, չգիտեմ ինչ հրաշափառ հաջորդականությամբ դասավորվեցին, որ վերջում խոսքը տրվեց իշխող քաղաքական ուժի տեխնացուին, որը հնարավորություն ունեցավ խոսել բանավեճից հետո արդեն։ Հասկանում եք, սա շատ անարդար է, գուցե օրենքների մեջ հետագայում փոփոխություն է պետք անել, որ նույնիսկ այդ հերթականությունը վիճակահանությամբ սահմանվի եւ այլն եւ այլն։ Վարչական ռեսուրսի մյուս ուրեմն օգտագործման մասին Պարբերաբար մենք ահազանգեր ստացել ենք, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների, աշխատակիցների հետ անընդհատ հորդորման բնույթի զրույցներ են եղել։ Ուղղակի քրեական հանցագործություն հուշող որևէ բան առայժմ ես չունեմ, ահազանգեր շատ կան, բայց որ մեկին ասում ես հարգելիս կարող է հրապարակապ խոսես, էլի մի երկու բան ասել, չէ, մենք վախենում ենք աշխատանք կորցնել, պես անել են անել, այդպիսի ահազանգեր շատ են եղել։ Ամսի 28-ի թատերական հրապարակի հանրահավաքի մասնակիցները անհաղորդ այդ process-ներին, տարբեր մարզերից, համայնքներից եկած կամ բերված մարդիկ, ինչը շատ մեզ հիշեցնում էր հին արատավոր ավանդույթները, ինչին որոշեց հավատարիմ մնալ դժբախտաբար այս իշխանությունը։ Մի ուրիշ հանգամանքի հետ կապված ազգային ժողովի падգամավորները քաղաքացիական պայմանագրից քարոզարշավի օրերին լինելով տեխնացուների ցուցակի մեջ արձակուրդ վերցրած չլինելով Գյումրիում բուկլետ էին բաժանում։ Մեկը լինի հարցնի, թե հարգելի падգամավորներ, դուք մտածում եք, որ այդ նեղ արանքը, երբ Ադրբեջան, Հայաստան ու հազար ու մի խնդիր կա Հայաստանի առաջ ծառացած, դուք պիտի ձեր ժամանակը ծախսեիք Գյումրիում բուկլետ բաժանելու վրա, մարդիկ էլ կան ասում են դե հիմի երած գործերն ինչ էր, որ հա, հիմի այնտեղ լինեին, չլինեին, արդյունք չկա իրենց գործունեությունից։ Մարզպետը, Շիրակի մարզպետ է նշանակվել, որովհետև Շիրակի մարզը մարզպետ չուներ։ Նշանակվել է մարզպետ, որպեսզի մարզպետի գործ անի։ Մարդը արձակուրդ է վերցնում, գնում, սկսում է քարոզարշավ իրականացնել եւ շտաբի պետ լինել։ Ներողություն նրա գործով է անում, երևի փոխմարզպետը։ Իսկ փոխմարզպետի գործով է անում, երևի մեկ ուրիշը։ Այսինքն այդ 15 օրը այդ հաստիքը ավելորդ է, այսպես եմ հասկանում ես։ Քաղաքապետի պաշտոնակատարը, ինչու է նշանակվել պաշտոնակատար, նշանակվել է, որպեսզի քաղաքային տնտեսությունը կառավարի մինչև համայնքի ղեկավար կընտրվի եւ չուներ տեղակալներ, չունի տեղակալներ մինչև հիմա։ Մարդը արձակուրդ է վերցնում, բայց իրեն նշանակել են պաշտոնակատար, արձակուրդ է վերցնում, սկսում է քարոզարշավ անել, նրան փոխարինում է իր տեղում նրան փոխարինում է աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատարը։ Աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատարը դու մի ասա նրան փոխարինում է մնալով Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար, այսինքն միաժամանակ երկու հաստիք է զբաղեցնում, մեկական դրույքով։ Առողջապահության եւ աշխատանքի տեսչությունը տեսնես բան ունի անելու այս մասով։ Եթե նույն մարդը կարող է եւ քաղաքապետի պարտականությունները իրականացնել եւ աշխատակազմի քարտուղարի, ուրեմն երկար ժամանակ հավելյալ հաստիք է եղել։ Հասկանում եք, այս տեսակ բաներ են արել, որոնք նախկինում են տարբեր մասշտաբներով իրականացվել։ Ուղղակի մտածում էինք, թե
այս իշխանությունը հասկացած կլինի, որ այդպես վարվել չի կարելի եւ այլն, հա։ Դրանք այն համառոտ բանն են, պատմություններն են այն մասին, թե ինչպես օգտագործել իշխանությունը։ Մենք գիտենք, որ իշխանություն ունեցող տեխնացուն միշտ մրցակցային առավելություն ունի, օրինակի համար։ Քարոզարշավի ընթացքում կարող է գնալ ինչ-որ մանկապարտեզի բացմանը մասնակցել։ Հասկացանք, դա անխուսափելի է, էլի։ Լավ կլիներ, որ խուսափելի լիներ այդ միջոցառումները հետաձգվեին բանից հետո, կամ 18 թվականին այս իշխանությանը առաջարկվել է, որ համայնքապետի պաշտոնակատարները իրավունք չունենան մասնակցելու ընտրություններին, օրենքի մեջ գրվի այդպես, սա կնշանակեր, որ պաշտոնակատարներ համայնքներում պիտի նշանակվեին մարդիկ, եթե ընդունվեր մեր առաջարկը, որոնք տեխնիկական սպասարկող կլինեին, վարչարարությունը կիրականացնեին, մինչև կընտրվեր համայնքի ղեկավար, իսկ իշխանությունը չուզեց դա անել եւ դա բացատրելու բան չէ, քթիծագի հարց է, էլի։ Ու որոշեց, որ բանը լավ կլինի, թե համ պաշտոնակատար կնշանակենք, համ պաշտոնակատարի գործը չի անի քարոզարշավի ժամանակ, կերնի կնանք քարոզարշավով կզբաղվի, հա, դե համ էլ բանը կունենա լուրջ առավելություն, էլի։ Հասկանում եք, սրանք բաներ են, որոնք կարելի է շրջանցել։ Պարոն Բարսեղյան, հիմա գալով ստեղծված իրավիճակին դուք հանգուցալուծումը ինչպես եք տեսնում, երբ առաջատար տեխնացուն 36%-ով զգալի առաջ է մյուսներից, բայց նրան չեն աջակցում, որ ընտրվի քաղաքապետ, եւ այս պահին երկրորդ տեղի տեխնացուն էլ Վարդան Ղուկասյանն էլ առայժմ չունի բավարար ձայներ քաղաքապետ դառնալու համար, Մարտուն Գրիգորյանը դեռ լուռ է։ Այս մաթեմատիկական վերլուծությունը թվաբանության ինձ հուշում է հետևյալը։ Եթե մի շարք սցենարներ, ենթասցենարներ կան, եթե կպարզվի, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա որևէ մեկին եւ գուցե նաեւ կառաջարկի, որպեսզի այս կոնֆլիկտը լուծվի, արդեն քաղաքական ճգնաժամը այսպես ասած լուծվի, թող երկու կողմերը իրեն քվետան, պարոն Ղուկասյանը եղել է քաղաքապետ, Սարիկ Մինասյանը կամ ԿՊ-ն եղել է պաշտոնակատար, հնարավորություն ունեցել է, թողեք հիմա էլ Մարտուն Գրիգորյանը կառավարի, սա որպես փոքրիկ ենթասցենար, միացեք, աջակցեք, որպեսզի քաղաքը առաջ տանենք, սա մեկ, արյան կոնֆլիկտ կա Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի գերդաստանների կամ ընտանիքների միջև, դա բավականին ծանր բան է, որքան էլ Քոչարյան, Ռոբերտ Սարգսյան մակարդակով փորձեն այս խնդիրը լուծել, ես իհարկե պարբերաբար շեշտում եմ, որ սա միայն Գյումրիում քննարկվող եւ լուծվող հարց չէ։ Հա, իսկ նաեւ Սերժ Սարգսյանի ազդեցությունը իրոք տեսնում եք այս Մարտուն Գրիգորյանի որոշման վրա։ Մի շարք հայտարարություններ եղել են, օրինակի համար Վարդան Ղուկասյանը քարոզարշավի մեկնարկին հայտարարեց, որ եթե իրեն եւ իր ընտանիքին որևէ բան պատահի, Սերժ Սարգսյանն է մեղավոր դրանում, ավելի ինչ ասած, չմեկնաբանեց։ Հիմա այս հայտարարությունը բավականին կոշտ բան է, որպեսզի թույլ չտա որևէ համաձայնություն կամ հրապարակային համագործակցություն Մարտուն Գրիգորյանի թիմի եւ Վարդան Ղուկասյանի թիմի կամ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան մակարդակում, հրապարակային եմ ասում, հա, որովհետեւ կարող է լինել նաեւ ինչ որ ստվերային խոսակցություն, աջակցություն, բայց այդտեղ խանգարելու է անձնական գործոնները, ես երկուսին էլ շատ լավ գիտեմ, իրենց բնավորություններն էլ են ինձ հայտնի, երկուսն էլ ուզում են առաջնորդ լինել, ինչը նորմալ է, առաջնորդել, հա, եւ զիջելու, ասենք մեկը լինի տեղակալ, մանավանդ Վարդան Ղուկասյանը մերժել է դա, բանից Մարտուն Գրիգորյանի թիմից իր համար անընդունելի է, կամ Մարտուն Գրիգորյանը լինի քաղաքապետ, Վարդան Ղուկասյանը լինի տեղակալ, անպատկերացնելի են նման զարգացումները։ Հիմա կանք ուրեմն զեղչերով վերլուծությանը։ Եթե որևէ միավորում չի հայտարարվում, հարաբերական մեծամասնություն բնականաբար ունի քաղաքացիական պայմանագիրը 14 մանդատով եւ ամենածայրահեղ դեպքում կարող է լինել Երևանի սցենարը, երբ փոքրամասնությունը դառնում է Գյումրիում քաղաքային իշխանություն, հարաբերական մեծամասնություն է, բայց ավականու կազմում այնուամենայնիվ հավաքական ընդդիմության կողքին 14 մանդատը 19-ի դեմ փոքր թիվ է եւ 19-ը այս կամ այն կերպ պիտի համարվեն ընդհանուր առմամբ գաղափարական միասնություն, որոնք ելել էին ԿՊ-ին իշխանազրկելու համար։ Եվ արդյոք այդքան միամիտ կլինի քաղաքացիական պայմանագիրը, որ կկամենա 14 մանդատով լինել Գյումրու գործադիր կառավարիչ։ Միամիտ եմ ասում, ի նկատի ունենալով, որ եթե նման բան տեղի ունենա, ասենք քվեարկում են 13 հոգի քվե տալիս Սարիկ Մինասյանին, 14 ներողություն, 13 հոգի քվե տալիս Վարդան Ղուկասյանին առանց Մարտուն Գրիգորյանի,
Եվ վերջին քվեարկության ժամանակ, ասենք, Սարիկ Մինասյանը դառնում է Գյումրու քաղաքապետ 14 հոգի ունենալով, այդ քաղաքապետը գերի է ընկնելու, քաղաքական գերություն է կոչվում։ Սա կամ անգլիական թագուհու կարգավիճակն է 19 հոգու ձեռքին։ Կարևորագույն փաստաթղթերի նախագծերը ԿՊ-ն Սարիկ Մինասյանը բերելու է նավականու նիստին, հնգամյա զարգացման ծրագիր, տարեկան աշխատանքային պլան, տարեկան բյուջե, հաստիկացուցակներ, դրույքաչափեր եւ այլն, ու այն 19 հոգին ասելու են չէ, փոխեք սա, այսպես դարձրեք այն մեկ այնպես, թե չէ դեմ ենք քվեարկում կամ չենք քվեարկում կամ նիստը տապալելու ենք եւ 19 հոգով աշխատեցնելու են ճակերտավոր կներեք քաղաքական գերի վերծված քաղաքապետին։ Այս տեսանկյունից իմ պատկերացրած լայնախոհությունը, ինչը հատուկ չէ քաղաքացիական պայմանագրին, պիտի հուշի, որ 14 հոկանոց ընդդիմություն լինելն ավելի հարմար դիրք է իրենց համար։ Չհաշված իհարկե մնացած հնարավոր խարդավանքները, հա, ինչ տեղի է ունեցել Ախուրյանում, Ալավերդիում եւ մի շարք այլ համայնքներում, եւ ԿՊ-ն փորձել է իր 14-ը 15 դարձնել, 16 դարձնել, 17 եւ այլն։ Սրանք այլ թիմերից փոկելով հավաքանին։ Այո, փոկելով, տանելով, համոզելով, մի քիշերում հասկացնելով, որ ապագան երջանկությունը ԿՊ-ի հետ է եւ այլն եւ այլն։ Շատ ափսոս, որ այսպես է եղել, բայց դե սա է քաղաքացիների կամքը, ովքեր որոշել են մասնակցել ընտրություններին, այսպիսի դասավորություն է ձևավորել։ Եվ վերջին տարբերակը, եթե հանկարծ ԿՊ-ն ասում է, ախր չեմ առաջադրվում, ես շնորհակալություն, հարաբերական մեծամասնությամբ ենթադրենք Վարդան Ղուկասյանն է դառնում քաղաքապետ 13 մանդատով։ Նույն գերությունն է սկսվում, հակառակ կողմից իհարկե, եւ Վարդան Ղուկասյանի դեպքում իր դիրքերը անհամեմատ ավելի ճոճկան են, խախուտ են, ինչու, որովհետեւ մի փունջ քրեական գործ ունի որպես նախկին պաշտոնյա, մի ամբողջ փունջել ապօրինի գույքի հետ կապված խնդիրներ ունի։ Չհաշված այս վերջին օրերին իր հայտարարությունները քարոզարշավի ժամանակ հրամայաբար կարգադրել, որ մարդկանց բոլորին հավաքեն բերեն հավաքի, քրեական գործի քննության նախաձեռնության մասին 3 խոսք եղավ, գումարած 3 չառաջորվա իր ֆաշիստական հայտարարությունը քահանա գնդակահարելու մասին եւ այլն, հա, այս ամբողջը մի երկու հատ էլ հանգարց հարցազրույց տա, ասուլիս տա, չնկատելով թե ինչպես են իրեն լրագրողները սադրում, որովհետև հարկավոր է թաղել մնացած տեխնացուներին այն ժամանակ եւ հարկավոր է թաղել գործող ուրեմն պետական քաղաքական ուժին, կարող են այնպիսի բաներ խոսել, որոնց միջից փնջերով քրեական գործեր կարող են դուրս գալ իր դեմ։ Փաստաբանները չեն հուշում, թե խրատներ չեն տալիս, թե ինքը սուպեր ինքնավստահ է, թե մնացել է 10-12 թվականներում եւ մինչեւ հիմա համարում է, որ իր տարաշրջանը չի փոխվել, ահագին բան է փոխվել։ Եվ ինքը շատ խոցելի դիրքում է, թեպետ իհարկե հավակնում է լինել Գյումրու քաղաքապետ, բայց եթե նույնիսկ որևէ ինչ-որ բանով հրաշափառ կերպով դառնա Գյումրու քաղաքապետ, միշտ խոցելի է մնալու եւ լինելու է քաղաքացիական պայմանագրի իրավապահների կամ իրավապահ համակարգի ձեռքում եւ կարող է կարճ տևել։ Իհարկե ես չեմ կարծում, թե Մամիկոն Ասլանյանի կամ Վանաձորի մոդելը այստեղ պետական իշխանությունը կկիրառի, վաղեմության ժամկետներ կան անցած եւ անցնող եւ այլն, այսպիսի բաներ կան, ինչը հուշում է, որ կարող է որպես մի տարբերակ ի վերջո չհաջողվի քաղաքապետ ընտրել եւ օրենքն ասում է, որ եթե նիստ է գումարվում քաղաքապետ ընտրելու համար եւ 2 շաբաթ շարունակ հնարավոր չի լինում քաղաքապետ ընտրել, հավաքանին լուծարվում է օրենքի ուժով եւ նոր ընտրություններ են լինելու։ Սա որպես մի 10% հավանականություն ես դեռ գնահատում եմ։ Պարոն Բարսեղյան, իսկ եթե այնուամենայնիվ տա իր քվեները Մարտուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանին, դուք նաև մի այլ խնդիր է առաջանում այստեղ համագործակցությունը կենտրոնական իշխանության հետ, Երևանի հետ, որին այդ ուժերը թուրք ու դավաճան են անվանել։ Այո, Ղուկասյան Վարդանը 3 չառաջորներ ասաց, որ ինքը այո, օրենքով պիտի համագործակցի պետական իշխանության հետ, ձեռքը կսեղմի Փաշինյանի, որին չի ընդունում եւ այլն, պարտավոր է սա անել, հետո խոստացավ, որ դատի է տալու ինչ-որ 30 միլիարդ դրամ է բերելու Գյումրի քաղաք, Բագրատյանն է իրեն այդպես ասել եւ այլն։ Մի կողմից այո, իսկապես այդ ագրեսիվ խոսույթը եղել է, մյուս կողմից օրենքով դատապարտված է համագործակցել, այլապես լուրջ խնդիրներ կունենա, ոչ թե քնախնդրության տեսանկյունից, քինախնդրության, այլ բանը, օրենքով այդ անհրաժեշտ պրոցեդուրա է, օրինակի համար
սուբվենցիոն աջակցություն ստանալու համար դրամաշնորհ պետական բյուջեից։ Քաղաքային իշխանությունը, ինչպես եւ մնացած համայնքները պիտի դիմեն պետական իշխանությանը խնդրելով պետական դրամաշնորհ տալ։ Հազար ու մի հանդիպում ու անցուդարձ կա, ասենք, բանը Փաշինյանը գալու է գնալու է ինչ որ սուբվենցիոն ծրագրով բացված շենք է այցելելու մանկապարտեզ, այնտեղ լինելու է քաղաքապետը, ով էլ լինի քաղաքապետը, այո։ Ինչպես օրինակ գնաց Գորիս Արուշանյանի հետ, ես իմ մնացած են համայնքները, որտեղ քաղաքացիական պայմանագրից չի առաջնորդը։ Հա, այստեղ կա հոգեբանական լուրջ բան, լարում կարող է լինել, բայց թե պարոն Ղուկասյանը բազմիցս ապացուցել է, որ ինքը հեզաճկուն քաղաքական գործիչ է, հեզ եւ ճկուն քաղաքական գործիչ է, եւ նախկինում էլ տեսել ենք, էլի, ինքը երթվյալ չհանրապետական էր, մեկ էլ դարձավ հանրապետական, հետո սկսեց պատմել, որ ինքը հանուն քաղաքի է արել դա, այսինքն ամեն ինչ կարող է անել, հետո անունը տնել, որ ինքը հանուն քաղաքի է արել, հետո դուրս եկավ, Քայլ արա Մերժիր Սերժին էր բացականչում հրապարակում, հետո մեղադրանքներ ստացավ այս գործող իշխանությունից, հիմա կախման մեջ է, այնպես որ ինքը դատապարտված է լինելու, համագործակցել նաև այդ դատական գործերը ունենալով իր շալակին քրեական երկու փունջ գործ, մեկը իր պաշտոնավարման հետ կապված, սրանք իրար հետ կապ չունեն էլ այս գործերը ուղի, մյուսը ապօրինի գույքի մոտ 2 տասնյակ ապօրինի գույքի վերադարձի։ Երբ ես հարցրեցի իր բացակա ժամանակ, բանավեճի ժամանակ, թե արդյոք պատրաստ է հաշտության գնալ ապօրինի գույքի հետ կապված, պատահական չտվեցի ես այդ հարցը, ես տվեցի օրենքով նախատեսված պրոցեդուրայի մասին հարց, որտեղ ապօրինի գույքի հետապնդման մի շարք դեպքեր ունենք արդեն, երբ սեփականատերը որոշել է պահպանելով փոքր մասը, մեծ մասից հրաժարվել, գոնե այդ փոքրը պայլ տայի նկատի ունեի։ Դու մի ասա, այս մարդը ահագին ինչ որ բանը աղճատված է ընկալել այդ հարցս ու հաջորդ օր իր պատասխանի մեջ լավ է թե վատ, վերջի ինքը դա շատ կոշտ ասած, «Էդեր պագաս ոչ մի դեպքում, ոնց կարող եմ ես, ուրեմն այս իշխանության հետ համագործակցել», 3-4 օրը ասուլիսի մեջ ասում է, որ այո, ինքը պիտի համագործակցի, ինչ արած։ Այսինքն սա խոսում է թերակատար քաղաքական գործի մտածողության ու վարքի մասին, բայց թե ճիշտն ասած, ավելին մեր քաղաքը չուզեց տեսնել։ Էս է, մի խոսքով, քաղաքը արժանի է նրանց, ում ընտրել է, էլի, եւ սա նորություն չէ, ես չեմ հայտնագործել։ Ես ճիշտ հասկացա, որ որպես այսպես ասած չարյաց փոքրագույն երկու տարբերակ եք տեսնում, կամ Մարտուն Գրիգորյանի շուրջ այդ համախմբումը լինի, կամ գնալ նոր ընտրությունների։ Եթե օրինակ բան անեն, այս քաղաքական ուժերը, որտեղ ընտրությունն եղել է ու աշխարհի վերջ չէ, հա, ընդ որում, կարող են այս երկու ուժերը քաղաքացիական պայմանագիրը եւ Վարդան Ղուկասյանն ու նրա արբանյակ սատելիտ, այսպես ասած, քաղաքական ուժերը կարող են գցել բռնել, ասել բանը, որպես ոչ թե չարյաց փոքրագույն, այլ որպես փողզիջումնային քաղաքապետ, բերեք ոչ ինձ լինի, ոչ ձեզ, ոչ 14 մանդատ ունեցող բանին քաղաքացիական պայմանագրին եւ ոչ 13 մանդատ ունեցող միացյալի նկատի ունեմ Վարդան Ղուկասյանին, բերեք Մարտուն Գրիգորյանին հնարավորություն տանք ինքը լինի քաղաքապետ։ Սա քիչ հավանական եմ համարում, բայց թե չբացառենք էլի այս սցենարը, չգիտեմ։ Բայց նաև քիչ հավանական եք համարում, որ Գրիգորյանը կմիանա Ղուկասյանին, ոնց հասկանում։ Ահա, դա շատ քիչ հավանական եմ համարում, ճիշտն ասած։ Մի տարբերակ կա ստեղ իհարկե, այն է, որ պարոն Գրիգորյան վերևներում էլի, հա, Սերժ Սարգսյան մակարդակում ասեն, բանը, եկեք ձեզ հորդորում ենք մնալ ազգային ժողովի падգամավոր, մի տարի մնաց ազգային ժողովի ընտրություններին տեսնենք ինչ կլինի, զիջեք, թող ձեր 6 հոգին լինի խմբակցություն եւ ազատ արձակեք, թող իրենք քվեարկեն ինչպես կկամենան, բարձր որ դա բացարձակ ազատ լինել չի կարող, վերջը նայելու են Մարտուն Գրիգորյանին, թե ինքը ինչ կհուշի եւ ինչ որ բոնուսներ կստանաք, վերջը բիզնեսմեն մարդ եք եւ այլն, չասենք որտեղից եւ ինչպիսի բոնուսներ, հա, որպեսզի զիջեք, թե մի քաղաք է, էլի ինչ եք առել անցել, հա, կարող են լինել նման բանակցություններ եւ սակարկություններ, չեմ ուզում Մարտունին մեղադրել այդ մասով, քաղաքականությունը այնպիսի բան է, որ չարժե մանրամասների մեջ շատ խորանալ եւ տեսնել, թե ինչպես է սարքվում քաղաքականությունը, սա էլ է հնարավոր տարբերակ։ Եվ իհարկե վերջինը, ինչ ասացինք քիչ առաջ, հնարավոր արտահերթ ընտրություններ, ճիշտ ասած, ես չեմ կարծում, թե արտահերթ ընտրությունների դեպքում մի նոր դասավորություն է ձևավորվելու, գուցե արդեն զույգ միանան, էլի, հա, Սերժ Սարգսյանի եւ նրա փեսայի մերձավոր շրջապատը միավորվի մեկ դաշինքով առաջադրվի, ոչ թե այսպես տարանջատ։
որոշակի պայմանավորվածությամբ իհարկե եւ Քոչարյան Ռոբերտի բանը ինչ է բարձր կերպարը պաշտող, հարգող, երկրպագող Վարդան Ղուկասյանը եւ մյուս քաղաքական ուժը միանան իրար հետ մեկ դաշինքով, այսինքն 3 ուժ մասնակցի, հնարավոր տեսական բան եմ ասում, էլի 3 ուժ մասնակցի հաջորդ ներողություն, հերթական, արտահերթ, այսպես ասած, ընտրություններին։ Կարող է եւ ձևավորվի քաղաքային իշխանություն, որը արագ ճգնաժամի կա, Երևանյան ավականոնիստերի կորդե բալետը մենք ստեղ տեսնենք, ազգային ժողովի շշերով կռիվ ծեծ, գալմաղալ, քյուֆուր, քյաֆար, հա, քաղաքապետներ պետք է քրֆել իմանա, ինչպես հիշում եք, հա, եւ այդ աղմուկի, այդ ծեծկրտուկի արդյունքում կարող է խզվի ավականու գործունեությունը 3 ամիսնից չգումարվի եւ տեղի ունենա էլի արտահերթ ընտրություն։ Այնպես որ սրանք այն տեսական զրույցներն են, մենք որպես բարեխիղճ մարդիկ պարտավոր ենք վերլուծել դրանք եւ կանխատեսել, նախատեսել, թե ինչեր կարող են լինել։ Եվ ամփոփելով պարզ է, որ եղել է շատ անձնավորված քվեարկություն, ասենք թույլ տվեք չհավատալ, որ մարդիկ կոմունիստական գաղափարախոսությանն են ձայն տվել եւ ուրեմն միավորվելու դեպքում էլ այդ անարդարությունը որոշակի կպահպանվի, ասենք Մարտուն Գրիգորյանին ձայն տվողները պարզ է կարող են հարց տալ ինչու պիտի մեր քվեով Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ։ Եվ եթե այս պայմաններում էլ հեղափոխությունից 7 տարի անց Վարդան Ղուկասյանը վերադառնում է քաղաքապետարան, մի մարդ, որի վարքը գյումրեցիների արչև է եղել, էլ կրակոցներ, հայոյանքներ, խտրական խոսք, դուք ասացիք քաղաքային ունեցվածքի յուրացում եւ այլն, արդյոք այս պատկերը ընդհանրապես ժողովրդավարության մասին է։ Բանն այն է, որ պետական իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը իրենց խոստումներին տեր չեղան, շատ թափթփված եղան։ Ես իրականում հույսել չունեմ, որ կսկսեն ուղղվել, չանել այն, ինչ խոստացել են իրենք, չանել այն, ինչ հարկավոր էր անել, քաղաքական քննադատական, անցումային արդարադատություն իր բոլոր ճյուղերով, արդեն չափազանց ծախողված են, որպեսզի կարողանան հիմա նորից հերթական անգամ ելնեն ասեն, որ մենք կանենք, այս անգամ էլ չգիտեմ ինչ ադամանդե մանդատ տվեք, հա, 21 թվականին պողպատե մանդատ էին ուզում, ներողություն էին խնդրում չարազների համար, ես լավ հիշում եմ, հա։ Եվ դրանից հետո մեկ էլ տեսնում ես, որ ապօրինի գույքի վերադարձը սողում է Էլտուսուս։ Սատկելով ապօրինի գույք է վերադարձվում, այդ կոպեկներ են, հա, իսկապես կոպեկներ են, համեմատած երկրին հասցված թալանի հետ։ Արդարության սահմանումը, հանցագործները իրենց պաշտոններում, իրավապահ համակարգում, դատավորներ, հանցագործներ, որոնք մնացել են իրենց պաշտոններում, առաջ խաղացումներ են ունեցել, այս ամբողջի մեղավորը Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրն է։ Ես ամբողջությամբ հասկանում եմ այն վախեցած մարդկանց, որոնք ասում են անպայման Փաշինյանին ԿՊ-ին պիտի ցայն տալ միշտ, որ հանգարց նախկինները չվերադառնան, ժողովրդյան սա թակարդ է, ընդհանրապես թակարդ է։ Մենք փորձեցինք այլընտրանք առաջարկել ծրագրեր, մենք քաղաքական արշավը տարանք դասագրքային կանոններով, մենք գոտկատեղից ցած հարվածներ չհասցրեցինք, մենք համեստ եղանք, մարդկանց առաջարկեցինք լավ ապրելու ճանապարհը, մարդիկ ընտրեցին հնի պես ապրելու ճանապարհը։ Այս քաղաքական եւ ոչ միայն մեր քաղաքում, տեղական ընտրություններում եւ պետական ընտրություններում այս օրինակ ծախողումների մեղքը Փաշինյանի վիզն է։ Սա միանշանակ է, որևէ մեկը չի կարող հակաճառել սրան, էլի։ Հա, պիտի անեին այդ ամբողջը, չեն արել, սա նշանակում է, որ մենք ունենք ճգնաժամ եւ սա կարող է լինել ազգային ժողովի ընտրությունների դրության նախերգանքը, նախակարապետը, եթե իհարկե մեկ տարվա ընթացքում գործող իշխանությունը տասեր չքաղի եւ կարգի չբերի այն խնդիրները, որոնց մասին ես խոսեցի, ապօրինի գույքը չհանի այդ մարդկանց տակից եւ այդ թվում նաեւ այսպես կոչված լրատվամիջոցների տակից, իրենց ենթակա լրատվամիջոցների տակից ահռելի ռոպագանդան քերելով հանելով մարդկանց գիտակցության վրայից, ինչը շատ եմ կասկածում, թե այս իշխանությունը անի։ Իսկ սա ինձ հուշում է, որ ինչ որ մի ժամանակ հետո մենք կարիք կունենանք հեղափոխության երկրորդ ալիքի, հիմա կարիք ունենք, տեղի կունենա դա։ Երբևէ Հայաստանում կլինի իշխանություն, որ եւ վեթինգը կանի եւ լյուստրացիա կանի, ամեն մեկին իր տեղը կտնի կշարի, այլապես մեր պետությունը ապագա չի ունենա, չի կարելի անմեղսունակ ներողամտության դոկտրինով փորձել ապականված պետությունը կարգի բերել։ Ներենք, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ, շանս տանք թող աշխատեն, հանցագործին շանս եք տալիս, որ աշխատեն, շնորհակալություն, մենք այդպիսի Հայաստան չենք ուզում։ Կրկին շնորհակալ եմ, որ համաձայնեցիք եւ հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Եվրադաշինքի քաղաքապետի տեխնացու Լևոն Բարսեղյանի հետ։